Դեբիլություն է ասում, ինչ է ասում։ Կամ իրա որ ասած նա ճիշտ որ հավատաս կամ չհավատաս։ Լավ, հերիքա զզվում եմ դրանից խոսամ։ Ես 36,000 դրամ թոշակ եմ ստանում, երկու հատ պոնչիկ պետք է առնեմ, մի հատ էլ մարոժնի։ Այդ գումարով ես չեմ կարող ապրեմ։ Որից մեկը չի կարող ապրի։ Իրանք ինչ կա։ Նստած տեղը պարգևավաճառ տալը։ Ինչ գործենալի որ պարգևավաճառից տալեմ։ Ոնց կարելի է 4 միլիոն կամ 3 միլիոն պարգևատրում տալ մեկին, եթե մինիմալ աշխատավարձը 30,000 դրամ է։ Ազիզ ջան, որ բարձրացնել խեղճ թոշակառուների վիճակը չի լավանա այդ 5,000, 10,000, 20,000 դրամով։ Եղավ, արդեն խորտակված վիճակում են, մի կերպ գոյություն են պաշտպանում։ Ոնց հա ճիշտ ասեմ, ինքը գիտի են թոշակառուն չգիտի, այն քասի մարդը չգիտի, որ կարակտի առնի, մեղրտի առնի, չգիտի, սուտ բաներ ան, չգիտի ինչ է բան անում, հիմարի տեղա դնեմ, թոշակառուն չգիտի չէ որ դրան տանը տղա կա, աղջիկ կա, հարց կա, կան չէ կարգավոր են, դա սուտ բան է, մի հվատացեք դա, թոշակառուն, լա 100,000 ու տես, այդ չի կար այդ մարդը առուտուր անի, սուտ բան է, սխալ բան է ասեմ, դու կարեմ ես նա չի կարեմ, Ինչի առօրյա ծախսերի վրա, ինչի հիվանդ երեխա ունեմ, իր համար բան կառնեմ։ Հա, հիմար էլի թոշակառուն իր ծնողի թայն են, մեծ են, մարդիկ ծերացել են, աշխատել են սաղ կյանքերը։ Հիմի այսօրվա օրը չգիտեն էլի ոնց ծախսեն։ Որ չգիտեն տանք իրան թող ինքը ծախսի։ Մենք որ հիմար ենք, չգիտենք ոնց ծախսենք։ Ինքը միշներս խելացին էլի մեր Հայաստանի ղեկավարն է։ Ինչ թվում է ինքն էլ պետք է թոշակի գնա։